Դանիելյան, դուք ինչ լուծում եք տեսնում այստեղ, ինչ կառաջարկեք։ Թե նախ տղաներն են ասում, որ օրինակ Ղազախստանի հետ կապված խնդիրը լուծվել է, Բելարուսիայի հետ կապված խնդիր չկա, լինում ԵԱՏՄ անդամ երկիր է, այսինքն ցանկացան դեպքում եւ եթե մի քիչ, չգիտեմ, էլի մի քիչ կառավարության կաբինետներում իրենց այդ տակուկ այդ բաներից, աթոռներից բանից իրենց համապատասխան տեղը բարձրացնեն եւ այդ հարցերով զբաղվեն, հարցը կլուծվի։ Պետք է այդ հետույքները այդ փափուկ աթոռներից մի քիչ բարձրացնեն, այդ խնդրով զբաղվեն։ Իրենց կապեր օգտագործեն, իրենց, չգիտեմ, ասում են կապեր ունենք, ասում են լավ հարաբերություններ ունենք, ասում են մենք խնդիր չունենք, այս խնդիր չի։ Բայց ամենամեծ խնդիրն է։ Էսի Հայաստանի Հանրապետության անվտանգության ամենակարևոր բաղադրիչներից մեկն է։ Պարենային անվտանգության խնդիր կա Հայաստանի Հանրապետությունը, այլ խնդիրներ կա արտահանում, ներմուծում եւ այլը եւ այլը։ Այսինքն սա տնտեսության զարկերակն է։ Այդ կապը տնտեսության զարկերակն է։ Ուրիշ այլընտրանք չկա դրան։ Էդ է։ Եթե դու այդ խնդրով չես զբաղվում, մատերի արանքով ես նայում, ոնց խնդիրը կարա ինքն իրան լուծվի։ Եթե այդ խնդիրները ինքն իրան լուծվի, բայց նախարարությունները ինչի համար են։ Բա կառավարությունը ինչի համար է։ Բա պետության գործառույթը ինչի համար է։ Որ խնդիրները լուծի։ Եթե այդ խնդիրները ի վիճակի չի պրիմիտիվ խնդիրը լուծի, գլոբալ առումով ինչ խնդիր է լուծելու։ Ասում եմ ընդհանրապես ցանկության խնդիր է։ Կամ ցանկության բացակայություն է, կամ իրենք ոչ մի բան չեն ներկայացնում իրանցից, որ ոչ մեկ ոչ մի բանի տեղ չի դնում։ Ուրիշ տարբերակ չկա, եթե երրորդ տարբերակը կա, ասեք ես իմանամ։ Արին ճանաչել հարկ վճարող հերոս է։ Մերրանք վճարել։ Խնդրեմ, հերոսներին։ Դանիելյան, եւս մեկ հարց, նաեւ մենք զրուցեցինք այստեղ հավաքված քաղաքացիների հետ, նրանք նշեցին, որ խնդրին բախվել են 2018 թվականից հետո։ Հիմա այստեղ պատճառը ո՞րն է եւ հիմնականում ՌԴ-ի ու Իրանի սահմաններում է եղել այս խնդիրը։ Պատճառը ո՞րն է, արդյոք արտաքին հարաբերությունները ճիշտ չեն, այդ բանակցությունները ճիշտ չեն ընթանում։ Պատճառները կարան բազմաթիվ լինեն, անգործությունից, հանցավոր անգործությունից, չգիտեմ, ոլորտը չտիրապետելուց, անգրագիտությունից, չուզելուց, որ խնդիրը լուծվի, հազար հատ պատճառ կարամ ասեմ, բայց հիմա ինչ էլ որ ասեմ տեղին է, եթե այդ խնդիրը չի լուծվել, ուրեմն այդ մարդիկ տեղում չեն, չէ՞։ Ասում եմ, մի հսկայական նախարարություն, կառավարություն իր հազարավոր աշխատակիցներով, ինչի համար է, որ մարդկանց հոգսը թեթևացնի, ոչ թե լրացուցիչ խնդիրներ, դժվարություններ առաջացնի։ Հիմա այս մարդիկ լրացուցիչ խնդիրների առջև են կանգնել, չէ՞։ Այնքան խնդիրներ կար, որ պետք է լուծվեր, այս օրին չհասներ։ Այս մարդիկ բազմաթիվ խնդիրներ ունեն։ Այն որ Վրաստանում խնդիր կա, այդ գիտենք, այն որ ճանապարհներին շատ ժամանակ անտեսվում են բեռնատարների վարորդները եւ ստիպված են իրենց հարցերը լուծեն, դա պետության անգործության պարագայում չի։ Եթե պետությունը անգործությունն նորից եմ կրկնում ցուցաբերում, ստիպված էս մարդիկ գնում է Վրաստանի համապատասխան գերատեսչության աշխատողի հետ իր խնդիրները, հարցերը տարբեր եղանակներով լուծում, որ կարողանա իր բեռնափոխադրումները նորմալ պատշաճ կատարի, նույնն է նաև Ռուսաստանի, բայց պետություն կա, չէ՞։ Այս մարդկանց կարան առանց հարկը վճարելու, առանց թուրքերը վճարելու, առանց, չգիտեմ, այդ ստայանքի փողը վճարելու, բանի կարան գնան գան, չեն կարա, չէ՞։ Այս մարդկանց կոպեկ փողը բերում են, վճարում են, չէ՞, բյուջեն։ Այս մարդկանց աշխատանքի արդյունքում է, որ թոշակառուն գումար է ստանում։ Այս մարդկանց վճարած հարկերի հաշվին է, որ բժիշկները կամ, չգիտեմ, ուսուցիչները աշխատավարձ են ստանում։ Այս մարդիկ են գիշեր ցերեկ աշխատում 24 ժամ չքնելով, աշխատում, որ պետություն դառնա, որ ասֆալտ արվի, որ այս մարդկանց հաշվին է այդ ամեն ինչ արվում։ Սա դեպորտի տակ են, սա դեպորտի տակ են, հենց հիմա, սա։ Մի տոկոս ըստեից չկա, որ դեպորտ չնի։ Ով որ գրած այդ չո դեպորտ ասված։ Հենց հիմա տղեկ հնդեղ են, սա որդնելու։ Հենց հիմա հազիներուն գրած գրում են։ Հենց հիմա։ Դանիելյան, նաև դուք որպես ընդդիմադիր պատգամավոր արդյոք այս հարցը բարձրացնելու եք ազգային ժողովում եւ ինչ ճանապարհով եք հասնելու։ Ես այս հարցը նախկինում եմ բարձրացրել։ Բացեք իմ Facebook-յան գրառումները, բացեք, չգիտեմ, ազգային ժողովի նիստերը։ Ես
հատկապես բեռնափոխադրողների հարցում կրկնում եմ, բարբերաբար զբաղվում եմ։ Այն գլխից ասում եմ, որ այս խնդիրը լինելու է։ Հիմա էլ քարորիայի ժամանակ իհարկե բարձրացնենք, ինչի մասն է խոսքը։ Այս քարորիայի ժամանակ բոլոր գործիքակազմերը օգտագործելու ենք, որպեսզի այս հարցը բարձրաձայնենք, ասենք, ես կրկնեցի նաև լուծումները մեծամասամբ հարգելիս ինձնից կախված չի, որովհետև ես կառավարության ղեկավար չեմ, ոչ էլ նախարար եմ, բայց կրկնում եմ, նամակներ կուղարկենք տարբեր գործընկերներին, մենք այս հարցը դարձնելու ենք մեր օրակարգային թիվ 1 խնդիրը, անընդհատ կտեսնեք քարորիայի ընթացքում, անընդհատ այս հարցը բարձրաձայնվելու է, պետք է նաև այս մարդիկ էլ նաև օրինական իրենց պահանջը պետք է իրականացնեն, այսինքն նաև այս շենքում գտնվող մարդիկ զգան, որ հազարավոր բեռնատարի վարորդներ անգործ են մնալու եւ ոչ միայն անգործ են մնալու, այլ շատ արագ տնտեսության վրա այդ բացասական հետևանքները, հեսա տեսեք, գները թանկանալու է, բնականաբար, այսինքն բեռնափոխադրումը թանկանալու է, այդ ապրանքները ավելի թանկ, առանց այն էր գնաճը այնքան սարսափելի մակարդակի է հասնում, եթե մեր հայրենակիցները պատրաստ են, չգիտեմ, ավելի թանկ գնով վճարեն, ինչ ասեմ ես, սա կատաստրոֆա է, կատաստրոֆա, այսինքն աղետի մասշտաբները ուղղակի չեք պատկերացնում ինչ է լինելու։ Ես ոչ թե գույները խտացնում եմ, այլ իրականության մեջ Հայաստանի Հանրապետությունը կանգնելու է տնտեսական ճգնաժամի առաջ։ Այս լավ վատ այդ արտահանումները էլ չէ կատարվում Հայաստանից, բայց գյուղացին իր ապրանքը ո՞նց է տանելու։ Բայց արտադրված ապրանքը ո՞նց է գնալու։ Թե կարող եմ մենաշնոր դարձնել, չգիտեմ, մի քանի 100 վարորդներ իրանց վարորդները բան անեն, բեռնափոխադրում իրականացնեն։ Չգիտեմ, էլի էդ էլ չի խելքին մոտ, էլի։ Կրկնում եմ, այս մարդիկ շատ ու շատ խնդիրներ ունեն։ Առանց այն էլ պետությունը իրանց մենակ է թողել։ Եվ փոխանակ այդ խնդիրները լուծելու, որ այս մարդկանց պայմանները ավելի լավ լինեն, որ ավելի նպաստավոր պայմաններ լինեն, թե Վրաստանում, թե Ռուսաստանի Դաշնությունում, այսինքն մարդը գնա օրինակ Վրաստանում իր խնդիրը փորձի լուծի, Ռուսաստանում իր խնդիրը, բա կառավարությունը ինչի համար է, բա պետությունը ինչի համար է։ Կրկնում եմ, մի կոպեկ մի լումա, պակաս հարկ վճարեն այս մարդիկ, հաստատ քրեական գործ կհարուցեն, չէ։ Չէ, չեն էլ թողիսկի լավ ասեց, սահմանից էլ են։ Ուրը վեկալում եք, դանում ասում եմ, միջև փողը չտակ, փորը չեք տա։ Աբա։ Տրասից վեկալում են, ասում եմ, միջև փողը չմուծեք, փորը չեք տողում տանեք, չո։ Խնդրեմ, այսքան թողել են անգործ։